Բարև ձեզ, իրականում հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Արցախի հերոս գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը։ Պարոն Օհանյան, շնորհակալ եմ հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ 2020-ի պատերազմից հետո ոմանք վերապահումով են մոտենում մայիսի 9-ի խորհրդին, բայց կոնկրետ ինձ համար այդպես չէ, որովհետև ես մտածում եմ, որ այսօրվա պարտությունը չի կարող ստվերում թողնել երեկվա հաղթանակը եւ սերունդները պետք է իմանան մեր հաղթանակների մասին, որպեսզի ձգտեն այդ հաղթանակներին։ Մայիսի 9-ի մայիսյան եռատոնի կապակցությամբ թույլ տվեք շնորհավորել ձեզ։ Շնորհակալ եմ։ Պարոն Օհանյան, դուք Շուշիի ազատագրման ռազմական գործողության 4 ուղղություններից մեկի հրամանատարն եք։ Ուղիղ 33 տարի առաջ այսօրը մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը սկսվեց ռազմական օպերացիա։ Ինչպես հաջողվեց փոքր ուժերով հասնել անկարելիին։ Նախ, քանի որ ձեր տաղավարում ես առաջին անգամ եմ եւ թույլ տվեք շնորհավորանքով սկսել եւ տաղավարի աշխատանքի, որովհետեւ մանավանդ այս պայմաններում, երբ որ Արցախը կարելի ասել հայաթափված է, բայց նրա սուբյեկտանության պահպանման եւ նրա նաեւ կառավարման համակարգի ինստիտուտների գործունեության շարունակության համար նաև տաղավարի գործունեության շարունակությունն է անչափ կարևոր եւ նաև քանի որ շնորհավորանքով սկսեցինք նաև ուզում եմ շնորհավորել եռատոնի կապակցությամբ մայիսի 9-ի խորհուրդը շատ մեծ է հայրենական մեծ պատերազմում տարած հայ ժողովրդի հաղթանակի մասին միայն մենք չգիտենք, այլ ամբողջ աշխարհը գիտի, խորհրդային միությունը գիտեր եւ նաև այնտեղ ներդրումը մեր ազգի, մեր հատկապես զորավարների, մանավանդ զորավարների, որոնք որ ծնունդով Արցախից են, չափազանց մեծ է եւ մեր պապերը մեզ նվիրեցին հաղթանակ եւ այդ խորհուրդը մեր նորօրյա պատմության ընթացքում դարձավ եռատոն, այսինքն այդ հաղթանակը եռապատկվեց, պաշտպանության բանակ ձևավորվեց, Շուշիում մենք հաղթանակ տարանք նաև այսօր ամսի 8-ն է նաև երկրապահների օրն է, ուզում եմ շնորհավորել բոլորիս, բայց ցավալին այն է, որ այս իրականության մեջ մենք եռատոն չենք տոնում, որովհետև այս իշխանությունների եւ նաև Ադրբեջանի հանցագործ պահվածքի շնորհիվ այս եռատոնի խորհուրդը մի քիչ այլ դարձավ եւ դարձավ միակ տոն հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, բայց հաջողությունների եւ նաեւ հաղթանակների շարունակականության ձգտման երազանքի առումով մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կորցրածը մենք հետ վերականգնենք, շատ դժվար է լինելու, բայց դրա համար պետք է պայքարել։ Ընդհանուր առմամբ, երբ խոսքը գնում է եռատոնի մասին եւ Շուշիի ազատագրման, նկատի ունեմ 1992 թվականի մայիսի 8-ի 9-ի իրադարձությունները, դա մենք պետք է տեսնենք Արցախի ինքնորոշման, անկախության ձգտման եւ նաեւ Արցախի ներքին եւ արտաքին անվտանգության ապահովման համատեքստում, որովհետեւ Շուշիի ազատագրումը ուղիղ կապ ունի սանձազերծած այն պատերազմի, որ իրականացրել է Ադրբեջանը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշմանը ի պատասխան Ադրբեջանի ժողովուրդը պատասխանել է պատերազմով, ընդ որում սկզբնական շրջանում մարտական գործողություններ, պատերազմ, ռմբակոծություններ եղել են այն հատվածներից, այն տարածքներից, այն բնակավայրերից, որոնք որ տեղակայված են Արցախի հանրապետության հենց մեջ, ոչ թե արտաքին, այսպես կոնֆիգուրացիայով, այլ մեջ եւ խորհրդային միության կողմնակալ քաղաքականության շնորհիվ խորհրդային միության տարիներին այնպես էր ստացվել, որ Արցախի շրջանները, իրար կապող ճանապարհները, ենթակառույցները անցնում էին ադրբեջանական բնակավայրերով, իսկ որտեղ որ չկային այդ բնակեցվում էին կամ խիտ էին բնակեցվում էին, կառուցում էին, օրինակ Իվանյան բնակավայրը, եւ դրանք հետագայում վերաճեցին խոշոր ռազմական հենակետերի եւ որոնք ներքուստ իրականում խաթարում էին
Արցախի կենսագործունեությունը, Արցախի կառավարումը, եւ այդ ժամանակ չափազանց դժվար էր պայքարել երկու ճակատով՝ արտաքին ճակատով եւ ներքին ճակատում ձևավորված խոշոր ռազմական հենակետերով, որոնք որ ուղիղ ազդեցություն ունեին խաղաղ բնակչության վրա, եւ այդ ժամանակ որոշում ընդունվեց այդ ներքին ռազմական հենակետերը ապառազմականացնել, չեզոքացնել, այդպիսի միջոցառումներից մեկը եղել է նաեւ Շուշիի ազատագրման օպերացիան, որը, ինչպես դուք ասացիք, իրականացվել է մի քանի ուղղություններով, 4 ուղղություններով, եւ ազատագրման արդյունքում մենք իրականացրել ենք մի քանի խնդիր։ Նախ եւ առաջ պատմական առումով այն Շուշի բերդաքաղաքը վերադարձել է հայ ժողովրդին եւ մենք տիրացել ենք բերդաքաղաքին։ Երկրորդը ռազմական առումով, ռազմաքաղաքական առումով, ով տիրում է Շուշիի բարձունքներին եւ նաեւ այդ հատվածում նա տիրում է ռազմական նախաձեռնությանը իրականացումներին եւ նաեւ քաղաքական առումով Շուշիի ազատագրումով մենք կարողացանք միացնել հայ ժողովրդի մի հատվածը մյուս հատվածին եւ դա նաեւ պատմական նշանակություն ունի։ Արցախը Հայաստանի Հանրապետությանը, իսկ դա իրականացվեց եւ հաջողության հասավ զուտ անպատճառով, որ հայ ժողովուրդը ի ծնե տիրապետել է ռազմական տեսությանը, ռազմական գործողություններին։ Մենք համոզված էինք, որ մենք մեր գաղափարներում ճիշտ ենք, մենք մեր հայրենիքը սիրում ենք եւ պետք է իրականացնենք մեր հայրենիքի ազատագրումը, իսկ զուտ գործողություններում այնտեղ այսպես արտացոլվեց հրամանատարի եւ զինվորի փոխադարձ փոխլրացնող գործողությունները եւ նրանք կարողացան մագլցել այդ ժայռերն ի վեր եւ ազատագրել Շուշի քաղաքը, որով էլ նաեւ հիմք դրվեց Արցախի պաշտպանության բանակի, որ այսօր քիչ են խոսում պաշտպանության բանակի մասին, բայց Արցախի պաշտպանության բանակը ձևավորվել է զուտ Արցախի հատվածում, Արցախի ամբողջ ժողովրդի ներուժի, իհարկե Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությամբ եւ իրականացրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարի, ինքնորոշման ճանապարհի այդ ամբողջ պաշտպանությունը։ Պարոն Օհանյան, որպես արդեն փորձառու զինվորական 92-ին, ինչ եք զգում դուք ձեր ներսում, որովհետև դուք ձեր ծննդավայրն եք ազատագրում։ Իհարկե, այլ խորհուրդ ուներ, բայց քանի որ դուք ասացիք զուտ որպես զինվորականի, այն ժամանակ ծառայելով Արցախում, ես իմ առջև նպատակ էի դրել, եթե Արցախյան շարժումը սկսվել է մտավորականության եւ կամավորականների համադրված գործողությունների արդյունքում եւ այնուհետեւ ձևավորվել են ջոկատներ, ստորաբաժանումներ եւ գնում են մարտնչելու Արցախը պաշտպանելու, ես որպես զինվորական հենց դրա համար էի պատրաստված եւ ով կարող էր առավել քան ընդգրկվել այդ շարժմանը, ռազմական գործողություններին, եթե ոչ այն անձնավորությունը, որին ամբողջ իր ուսուցման գործընթացում հենց դրա համար են սովորեցրել եւ իհարկե որպես ծննդավար ես բավականին այսպես պատիվ եմ ունեցել եւ մասնակցելու եւ նաեւ մեծ հպարտությամբ եմ նաեւ այնուհետեւ մարտական գործողություններից հետո եղել եւ Շուշիում եւ մասնակցել եւ Արցախի եւ նաեւ Արցախի պաշտպանության բանակի ձևավորման եւ զարգացման ողջ գործընթացին։ Հավանաբար ձեր կյանքի ընթացքում տեսած ամենամեծ ողբերգություններից մեկը Շուշիի անկումն էր, որովհետև դուք 44 տարի ժամանակ չլինելով արդեն ծառայության մեջ մեկնեցիք Արցախ եւ Շուշիում աջակցում էիք պաշտպանության բանակին։ Ինչպես հակառակորդին հաջողվեց գրավել քաղաքը։ Մենք տեսեք նախկինում շատ երջանիկ պահեր, հաջողություններ ենք ունեցել, բայց մեր պատմության ընթացքում նաև մենք ունեցել ենք ցավալի պահեր, այդ ցավալի պահերից մեկը դա է, իհարկե ես ոչ միայն Շուշիում, այլ
44-օրյա պատերազմի ընթացքում տարբեր հատվածներում իմ աջակցությունը որպես ռազմական գործիչ, որպես նաև արցախցի, ծնունդով արցախցի մասնակցել եմ, բայց տեսեք, շատերն են ասում, որ ինչ-որ գործառույթներ ենք մենք իրականացրել, բայց այդ գործառույթները խորհրդատվական եւ աջակցման են եղել, որովհետեւ լիարժեք գործողություններ կարող է պլանավորել եւ իրականացնել այն անձը, այն կառույցը, այն գերատեսչությունը, այն համակարգը, որ լծակներ ունի, քանի որ մենք զորացրված ենք եւ ոչ մի լծակ չունեինք, պարզապես աջակցելու եւ խորհրդատվության գործողություններ ենք մենք իրականացրել, իսկ կոնկրետ Շուշիի անկման օպերացիան չի կարելի առանձին ներկայացնել, այն պետք է ներկայացնել 44-օրյա պատերազմի եւ պատերազմում այն մարտական գործողությունների եւ ճակատների ձևավորման եւ շարժի, ես նկատում եմ եւ հակառակորդի առաջխաղացման եւ մեր հետ նահանջի այդ համատեքստում մենք պետք է տեսնենք, որովհետեւ հակառակորդը գլխավոր հարվածը հասցրել է հարավային հատվածում, նկատի ունեմ Արցախի, ասենք Հորադիս, Հադրութ, Ջաբրայիլ այդ հատվածներում եւ այդ հատվածների մխրճումից հետո է, որ հակառակորդը կարողացել է այսպես շրջանցելով, եթե ուղիղ գծով այդ լալա թեփե սարից մենք վերցնենք ուղիղ գծով ուղիղ 52 կիլոմետր է, որ իրենք կարողացել են հասնել Շուշի։ Միայն երկու բան պետք է ասեմ, որ այդ ուղղությամբ լուրջ հրամանատարություն պետք է ստեղծվեր կազմակերպչական առումով եւ իհարկե տեսեք պաշտպանության բանակը 283 կիլոմետր ուներ պաշտպանության գոտի, ես ամենտեղ դրա մասին խոսում եմ, եւ սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 27-ը ուղիղ 1 ամիս այդ 283 կիլոմետրից 265 կիլոմետրը կարողացել է պահել։ Մարտակերտի հատվածում մի փոքր առաջխաղացում է եղել, կանգնեցվել է, իսկ ճեղքման գոտի ստեղծվել է հենց հարավային հատվածում։ Այդ 1 ամսվա ընթացքում պաշտպանության բանակի տարբեր հատվածների հրամանատարներ եւ զինվորներ ուղղակի հերոսաբար կռվել են։ Եվ նրանցից ոչ մեկը մեղավոր չէ, որ հարավային հատվածում ճեղքում է տեղի ունեցել եւ իհարկե նաեւ հարավային հատվածում գլոբալ առումով հրամանատարները այնքան մեղ չունեն, որովհետեւ հակառակորդը գլխավոր ուժերը քանակական եւ սպառազինության ռազմական տեխնիկայի բազմաթիվ գերակշռության պայմաններում կարողացել այդտեղ ճեղքել։ Եվ խնդիրը կայանում է նրանում, որ այդ ճեղքման գոտին պետք է փակեր եւ դրա համար պատասխանատու է այն ղեկավարը, այն ռազմաքաղաքական, ոչ միայն ռազմական, այլ ռազմաքաղաքական ղեկավարը, պետության ղեկավարը, ըստ էության Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության, որոնք որ պատկերացնում են ռազմական գործողությունների թատերաբեմը տարածության ամբողջ ճակատով, ժամանակի, ուժերի դասավորվածության, վերախմբավորումներ իրականացնելու հնարավորությունների եւ ամենակարևորը բանակին աջակցելու, մոբիլիզացիա անելու եւ տանելու այդ ճեղքվածքը փակելու համար։ Եվ այդ ճեղքվածքը չփակելու եւ այնուհետեւ այդ շարժի ընթացքում կոնկրետ ուժեր եւ գործողություններ չպլանավորելու արդյունքում է, որ նաեւ Շուշին ընկել է։ Պարոն Հովհաննիսյան, իսկ դուք հնարավորություն ունեցել եք այդ օրերին ճեղքվածքի ուղղությամբ, որ ասում եք պետք էր ավելի լուրջ հրամանատարություն, հրամանատարական կետ ստեղծվել կամ հրամանատարություն ունենալ առաջարկել իշխանություններին։ Ես ընդհանուր առմամբ դեմ եմ այսպես տաղավարներում, որովհետև այդ գործողությունների մեջ կան նաև գաղտնիություններ, ընդհանուր քննարկել օպերացիաների ամբողջ անցկացման, պլանավորման ամբողջ ընթացքը, որովհետև մենք ունենք գործընկերներ, ունենք նաև մարդիկ, որոնք որ այսպես կարող են քարտեզը հրապարակավ բացել, կախել եւ բացատրել այդ ամեն ինչը։ Իհարկե, ես խորհուրդներ տվել եմ, բայց խորհուրդները կատարվել են
մասամբ կամ որոշ դեպքերում չեն կատարվել։ 44-օրյա աղետալի պատերազմից հետո շատ է թիրախավորվել բանակը։ Ոմանք ասում են բանակը թալանվել է, մյուսներն ասում են բանակի մարտունակության աստիճանը ցածր է եղել, չնայած որ դուք 2020-ին արդեն բանակում չէիք։ Ինչպես կգնահատեիք 2020-ին հայկական բանակի պատրաստվածության աստիճանը եւ արդյոք պարտությունը միայն զինվորական գործում էր։ Տեսեք, ես այսօր էլ ասում եմ, բանակը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում համապատասխան աջակցության պայմաններում ի վիճակի էր այդ պատերազմը կանգնեցնել, ի վիճակի էր պայմաններ ստեղծել, որպեսզի եւ դիվանագիտական դաշտում եւ անվտանգության համակարգում այնպիսի պայմաններ լինի, որ կանգնեցվի հակառակորդը եւ այդ առաջխաղացումը չլինի գոնե լեռնանտառային պայմաններում, որտեղ որ մենք ունեինք առավելություններ, բայց երբ խոսքը գնում է բանակի մասին, այսօր շատ են քննադատում բանակը, մարդիկ պետք է իմանան, որ մանավանդ այն մարդիկ, որոնք որ պատրաստի եկել են իշխանության եւ պատրաստի պաշտոններ են վարում, որ այդ բանակի կառուցումը սկսվել է զրոյից, այդ բանակի ամբողջ պատմությունը շատ կարճ պատմություն ունի, բայց բանակի կազմավորման ակունքներում մի քանի հանգամանքներ կան։ Հայ ժողովրդի դարավոր պայքարի ոգին, մեր ֆիդայական հրամանատարների ըմբոստությունը եւ նրանց օրինակների տարածումը, մեր ժողովրդի միասնությունը, մեր ռազմական զորավարների ռազմական տեսության եւ օպերատիվ արվեստի իմացությունը եւ իհարկե նաեւ մտավորականների եւ կամավորականների ձուլվածքով ստեղծված այն ջոկատներն ու ստորաբաժանները, որոնք որ կանոնավոր բանակի հիմք են հանդիսացել, նրանք միացել են եւ համապատասխան կառավարում եւ նաեւ կարգապահություն մտցնելով, այնուհետեւ կազմավորվել է հայկական կանոնավոր բանակը, որը իր պատմության ընթացքում այդ ճանապարհ է անցել, մարտական գործողություններին զուգահեռ, մարտական հերթապահությանը զուգահեռ կատարելագործվել է, զարգացել է, այսպես կազմհաստիկային կառուցվածքային փոփոխություններով, նաև սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման շրջանակներում իր պատրաստությամբ ապացուցել է եւ հերթապահության ընթացքում իր մարտունակությունը, որովհետեւ մենք պարտադրողի դերում ենք եղել, մենք պատժողի դերում ենք եղել։ Այն նաև միջազգային տարբեր մրցումներում, տարբեր միջոցառումներում ինքը ապացուցել է, որ ինքը մրցունակ է եւ տարածաշրջանում եւ նաեւ այն համակարգում, որտեղ որ նաեւ ինքը մասնակցում է միջազգային միջոցառումներին։ Ընդ որում հայկական բանակի հիմքում որպես ամենամարտունակ կառույց Արցախի պաշտպանության բանակն է եղել, որպես առանձին կառույց, որպես Արցախի կառույց, բայց լայն համագործակցություն է ունեցել նաև հայկական բանակի հետ, բայց անկասկած չկա որևիցե մի համակարգ, որևիցե մի գերատեսչություն, որտեղ չկան նաև թերություններ էլ բազմաթիվ եղել են, բայց պարտության այս 44-օրյա պարտության ընթացքում 3 հանգամանք կա, որոնք որ ազդել են այդ պարտության վրա։ Առաջինը դա կադրային կառավարման համակարգում կադրային արագ փոփոխությունները, երբ որ պաշտպանության նախարարներ, գլխավոր շտաբի պետեր, ՊԲ հրամանատարներ արագ փոխվել են, որը նաև իր ազդեցությունն է թողել մնացած օպերատիվ մարտավարական եւ մարտավարական օղակների հրամանատարների վրա եւ նրանց մոտ ձևավորվել է որոշակի զգուշավորություն իրենց ստեղծագործական, իրենց համարձակ որոշումներում։ Էլ չեմ ասում, որ պաշտպանության նախարար եւ գլխավոր շտաբի պետ միաժամանակյա փոփոխությունը նաեւ քաղաքականացրել է գլխավոր շտաբի պետի պաշտոնը, որովհետեւ գլխավոր շտաբի պետը պետք է լինի ամենակայացած, ամենաերկարակյաց եւ ամենալավ զինվորականը, որի փոփոխությունը
բացարձակ կապ չպետք է ունենա պաշտպանության նախարարի փոփոխության հետ։ Երկրորդը որոշակի գործողություններ են իրականացվել կազմակերպչական, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումներում, մոբիլիզացիոն համակարգի, մոբիլիզացիոն ստորաբաժանումների կազմալուծմամբ, իսկ պատերազմի ժամանակ նաեւ իրական զինվորական մոբիլիզացիա չանելու եւ երրորդ ուղղությունը դա կարգապահությունն է, բանակի ամբողջ քաղաքականությունը իջեցրել են կենցաղային մակարդակի եւ դա սկսած համազգեստ այդ ներողություն կլուբնիկային քաղաքականություն, զինվորներին հեռախոսներ բաժանել եւ այլն, որոշակի առումով դա ազդել է նաեւ բանակի կարգապահության վրա։ Այս ամենը անկասկած հանգամանքներ են, որոնք որ ազդում են բանակի մարտունակության վրա։ Իսկ ամենակարևորը բանակին պատերազմի ժամանակ աջակցություն չցուցաբերել, նրա ոգին չբարձրացնել, կորուստների հետ միասին այդ կորուստների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ չտանել, բանակի թիկունքում չլինել, խորքում տարբեր տիպի կառույցներ, ինժեներական, պաշտպանական կառույցներ չկառուցելը, դա ազդել է բանակի ընդհանուր մարտունակության վրա, բայց ամենակարևորը մենք պետք է հասկանանք հետեւյալը, երբ որ այսօր շեշտադրումը դնում է միայն բանակի վրա, պաշտպանության բանակի վրա, դա անընդունելի է, որովհետեւ իշխանության բոլոր թևերն էլ պատասխանատու են, երբ որ երկիրը ընկղմվում է կամ ներքաշվում է այդպիսի պատերազմի մեջ։ Ես նկատի ունեմ եւ օրենսդիր իշխանությունը, որոնք որ իրենց խնդիրները պետք է կատարեն, եւ գործադիր իշխանությունը ամբողջությամբ ռազմական, ռազմաքաղաքական եւ ընդհանուր պետական կառավարման առումով եւ ամենակարևորը դատական եւ դատաիրավական համակարգը, որը որ պատերազմի ժամանակ, եթե ամեն ինչ նորմալ է, իրենք հնդածս իրենց պարտականությունները պետք է կատարեն, բայց եթե կան անօրինականություններ, կան խախտումներ, դրանք պետք է անցնեն ուժեղացած ռեժիմի եւ գործունեության եւ դատախազական համապատասխան վերահսկողության տակ։ Նոյեմբերի 9-ից հետո դուք կանխատեսում եք 2023-ի սցենարը, երբ Արցախը կարող էր հայաթափվել։ Գիտեք, այն կոնֆիգուրացիան, որը որ ստեղծվել էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, ինքնին իր մեջ պարունակում էր այն, որ Արցախը գտնվելու է անկլավային վիճակում եւ այդտեղ Հայաստանի եւ Արցախի այսպես կապը պետք է փորձել ավելի ամուր լինել, իսկ այդ անկլավային վիճակի հեռանկարը նաեւ թույլ է տվել, որպեսզի ես այստեղ առաջին անգամ եմ ասում, որ Արցախի հանրապետության նախագահին եւ տարբեր այլ պաշտոնյաների, նաեւ Հայաստանի հանրապետության առաջարկություն անել, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով պարտադրված այդ տարածքների հանձնումը, հատկապես Քարվաճարի, Քաշաթաղի հատվածներում երկարաձգել այն առումով, որ այդպիսի կոնֆիգուրացիայով ձևավորված ամբողջ պաշտպանական եւ անվտանգային համակարգը իր հետ բերելու են նրան, որ Արցախը հայաթափվելու է եւ այդ դեպքում, երբ որ Արցախը հայաթափված է, ում են պետք ուրեմն խաղապահները եւ համապատասխան աշխատանք արտաքին քաղաքականության շրջանակներում բանակցային գործընթացում տարվի մեր ռազմավարական գործընկերոջ Ռուսաստանի Դաշնության հետ։ Բայց այդ աշխատանքը չտարվեց, դրա համար պետք է Արցախում շարժում սկսվեր, որպեսզի ինչ որ մի ձև երկարացվեր այդ երկու շրջանների հանձնումը, բայց այդ աշխատանքները չտարվեցին։ Դրան զուգահեռ նաև պաշտպանության մեջ, եթե նախկինում, ինչպես ես նշեցի, այդ 283 կիլոմետրում համատարած պաշտպանության համակարգ էր, ինժեներական կառույցներ էին, այս կոնֆիգուրացիայով նոյեմբերի 9-ի փաստաթղթից այդ տարածքների հանձնումից հետո
օջախային պաշտպանության էին անցել, որտեղ որ օջախային այդ հենակետերի միջև տարածքները բավականին հեռու էին։ Որքան էլ այդ օջախային հենակետերը ամրապնդվեին, բայց այնուամենայնիվ այդ տարանքները պետք էր ինչ-որ մի ձև պաշտպանել։ Ինչ արեց Ադրբեջանը։ Ադրբեջանը ռազմական գործողություններ ծավալեց, այդ ճակերտերով ասած հակաահաբեկչական գործողություններ, իհարկե հանցագործություն իրականացրեց Արցախի նկատմամբ եւ դրա համար ինքը այն բռնագաղթեցումը, այն հայաթափումը, որ տեղի ունեցավ, ինքը որպես հանցագործ պետք է պատասխան տա միջազգային հարթակներում, բայց ինքը ծավալեց մարտական գործողություններ այդ հենակետերում, որտեղ որ մեր հրամանատարները, զինվորները Արցախից, Հայաստանից, ովքեր որ մնացել էին այնտեղ Սփյուռքից, ուղղակի հերոսաբար մարտնչեցին եւ ովքեր որ այսօր ասում են, որ Արցախը չի կռվել, դա պարզապես այսպես, չգիտեմ, հիմարություն է։ Հերոսություններ իրականացրեցին, սկսեցին կռվել, բայց քանակային առավելության պայմաններում։ Այդ դիրքերի արանքով իրենք կարողացան մարդկային ռեսուրսների այսպես շնորհիվ անցնել մեր դիրքերի, Արցախի դիրքերի հենակետերի հետևը եւ պարզապես բաժանել, մասնատել ամբողջ Արցախը եւ շրջանները մեկը մյուսից կտրել եւ այդտեղ այդ մասնատելուց, կտրելուց, մաս բաժանելուց հետո որքան էլ որ այնտեղ Արցախը ներուժ ունենար, մանավանդ 10 ամիս շրջափակումից հետո հյուծված պայմաններում, նյութատեխնիկական ապահովման, սպառազինության այսպես սպառ քիչ վիճակում, որովհետեւ մեկը չէր կարող այնտեղ կռվել եւ մարտնչել, մանավանդ առանց Հայաստանի Հանրապետության աջակցության։ Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ միայն չաջակցեցին անվտանգային առումով, այլ նաեւ իրենց արտահայտության, որ խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում, ուղղակի կանաչ լույս վառեցին ադրբեջանցիների համար։ Այն դեպքում, երբ որ մարտական գործողություններ, կրակ, հրետակոծություն տեղի էր ունենում ոչ միայն զինվորականների վրա, այլ նաև խաղաղ բնակչության տարբեր համայնքների, տարբեր գյուղերի վրա։ Սա է ամբողջ տրամաբանությունը, որ տեղի ունեցավ Արցախում։ Իսկ այս պայմաններում, երբ որ մասնատված վիճակում էր Արցախի Հանրապետության ղեկավարության ընդունված այդ ժամանակավոր որոշումը, ես գտնում եմ, որ այն քայլն էր, որ իրականացվեց գոնե Արցախի բնակչության այսպես անվտանգության ապահովման հետագայում իհարկե ինչպես իրենք որոշեցին այսպես խաղաղ պայմաններում գոնե այդ ժամանակահատվածում Արցախից դուրս գալու համար, բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր ծրագրերով, այս իշխանությունները, այսօրվա իշխանությունները բոլոր ծրագրերով սկսած 2018, այնուհետև 21 թվականի այսպես արտահերթ ընտրությունների ժամանակ իրենց ծրագրերում միշտ նշել են, որ հանդիսանում են Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, դեռ ավելին ազգային անվտանգության ռազմավարության 4.25 կետում Հայաստանի Հանրապետության այսօրվա գործող նշված է, որ Հայաստանը ամեն ինչ անելու է Արցախի բնակչության բռնագաղթեցումը կանխելու համար։ Նրանք արեցին որևիցե մի բան, իհարկե ոչ։ Պարոն Օհանյան, բայց չէ որ մենք ունեինք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, ունեինք Մայր Հայաստանին կապող միջանցքի կարգավիճակ ստացած ճանապարհ եւ ունեինք Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ փաստաթուղթ։ Ինչու կյանքի չկոչվեց փաստաթուղթը եւ ինչու ռուս խաղապահները չմնացին մինչև 2025 թվականը եւ չիրականացրեցին իրենց խաղապահի պարտականությունը։ Շատ մեծ հարց է, բայց ես անդրադառնամ երկու հանգամանքների վրա։ Այդ փաստաթուղթը ստորագրվել է երկու նախագահների եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից եւ նրանք այդ պատասխանատվությունը պետք է կրեին Արցախի ժողովրդի անվտանգության համար եւ
իմ համար զարմանալի է ինչու փոխվեց ամբողջ Միջանցքի տրամաբանությունը ժամանակից շուտ, որտեղ Միջանցք իր մեջ պարունակում է ոչ միայն ճանապարհ, այլ նաև մնացած բոլոր ենթակառույցները եւ այդ 5 կիլոմետրանոց, ասենք, լայնությամբ այդ գոտին, որը պետք է կապվեր Հայաստանի Հանրապետության հետ եւ 3 տարվա ընթացքում պետք է նախագծվեր միայն նոր ճանապարհի կառուցումը, բայց կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանի իշխանությունների հետ միասին գաղտնի որոշում ընդունեցին, որ 3 տարվա ընթացքում ոչ թե այսպես նախագծանախահաշվային աշխատանքներ իրականացնել, այլ 2023 թվականի ապրիլի 1-ը իրենք պայմանավորվել էին մի ժամանակահատված, մի այսպես ամսաթիվ, որի մասին մեզանից որևիցե մեկը չգիտեր, այսինքն Միջանցքի տրամաբանությունը ամբողջությամբ փոխվեց եւ Միջանցքի տրամաբանությունը նաեւ փոխվեց այն առումով, որ երբ որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի համար որպես միջնորդ Ռուսաստանի Դաշնությունն էր, բայց 22 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետը մնացած բոլոր եվրոպական այսպես քաղաքական գործիչների հետ միասին Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը այդ ամենը չգիտակցելով, ճանաչելով, նա նաեւ ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի հատված եւ դրանով իսկ մերժելով այն միջնորդին, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի համար էր հանդիսացել միջնորդ Ռուսաստանի Դաշնությունը, որը մեր ռազմավարական գործընկերն է։ Սա է ամբողջ այդ պատմությունը, որ իրականացվել է, այսինքն փոխվեց Միջանցքի տրամաբանությունը եւ առանց Ռուսաստանի Դաշնության տեղեկացնելու ինքը Եվրոպաներում, չգիտեմ, իր իշխանության պահպանման համար եւ նաեւ երևի թե տարածաշրջանը ներքաշելու ուժային կառույցների, այսպես շահերի բախման որպես հատված, իսկ այդ ամենը ուժային կենտրոնների շրջանակներում տարվող աշխատանքները Հայաստանում իրականացվում էր կոնկրետ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Մենք իհարկե տարբեր խնդիրներ ունենք հարաբերություններում նույն Ռուսաստանի Դաշնության, բայց իրենք երևի եզրակացություն են արել, եթե դուք ճանաչել եք Արցախը Ադրբեջանի կազմում, մենք ինչ կարող ենք անել։ Եվ սրանով էլ այն տրամաբանական ավարտը, որ ես առաջարկել էի Արայիկ Հարությունյանին, շարժում սկսել, որ այս կոնֆիգուրացիայով Արցախի ժողովրդի մոտ Արցախը հայաթափվելու է, ցեղասպանություն է իրականացնելու, ում են պետք այդ դեպքում խաղապահ ստորաբաժանումները Ռուսաստանի Դաշնության։ Բարբերաբար թիրախավորվում են ազգային ազատագրական պայքարում ճանապարհ անցած մարդիկ գործիչներ։ Խոսվում են թալանի մասին, բայց ուշանում են փաստերը, անգամ երբեմն չեն խնայում Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին, որպես պատգամավոր, որպես խորհրդարանական խմբակցության ղեկավար, չեք կարծում, որ Հայաստանում տեղեկատվական դաշտը պետք է կանոնակարգել։ Իհարկե պետք է տեղեկատվական դաշտը պետք է համակարգել, որովհետև ամբողջ տեղեկատվությունը եւ դրա նկատմամբ գաղափարախոսությունը պետք է ընթանա այն տրամաբանությամբ, որ անհրաժեշտ է մեր անվտանգության ապահովման եւ մեր ժողովրդի մոտ այսպես ռազմավարական կամք, հավաքական այսպես նպատակներ, հայրենասիրություն ձևավորելու ուղղությամբ։ Այսպիսի դաշտով մենք կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում ուղիղ հակառակն ենք տեսնում, երբ խոսքը գնում է հերոսների մասին, իհարկե հերոսները նույն նմանատիպ մարդիկ են, ինչպես մնացածները, ունեն իրենց եւ առավելությունները եւ թերությունները, բայց հերոսանում են մարդիկ կոնկրետ կոլեկտիվներում եւ հերոսների այսպես ընդհանրական արժանինքները կողոպտել
նշանակում է ուղիղ հարված հասնել այն հայրենասիրական համակարգին, որ գոյություն ունի, որովհետև հերոսը դա անձ է, բայց հերոսությունը իրականացում է տվյալ կոլեկտիվում ստեղծված իրավիճակի եւ կոլեկտիվի ամբողջ ներուժի, ամբողջ մարդկային ներուժի տրամաբանության շրջանակներում եւ այն արտահայտվում է ինչ որ մի անձի կոնկրետ հերոսական գործողություններով, որը որ հարվածի տակ է դնում իր, ասենք, անձնական կյանքը եւ գնում է անձնազոհության։ Այդ ամենը պետք է դիտարկել եւ եթե կան թերություններ, այդ թերությունների շրջանակներում նրանց պետք է կանգնեցնել, որովհետեւ մի բան է հերոս լինել, մի բան է, ասենք, այդ հերոսական կերպարը միշտ պահել, բայց թիրախավորել եւ մանավանդ թիրախավորել այն մարդկանց, ովքեր որ այսօր գտնվում են գերության մեջ, դա անընդունելի է։ Անընդունելի է այն առումով, որ մարդիկ այդ իրավիճակում են հայտնվել, երբ որ իրենք եղել են շրջապատված Արցախում, նրանց նկատմամբ կեղծ շինծու դատավարություն է իրականացվում, կարող են կորզվել տեղեկություններ տարբեր տիպի ճնշումների, խոշտանգումների արդյունքում։ Եվ այդ հարցը մենք եւ իշխանությունները եւ մենք տարբեր հարթակներում բոլոր հնարավորություններով մենք բարձրացնում ենք միջազգային բոլոր հարթակներում եւ փոխանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները առաջինը գնան հենց այդ ընտանիքի անդամների հետ ուղիղ կապի մեջ լինեն, տարբեր աջակցություններ ցուցաբերեն, երկրորդը այդ հարցը բարձրացնեն միջազգային ատյաններում, օգտագործելով միջազգային հարթակի բոլոր հնարավոր եւ աննարին բոլոր այսպես հարթակները, որովհետեւ այնտեղ այսօր այդ շինծու դատավարությամբ իրենք դատում են ոչ թե մեր ռազմաքաղաքական ղեկավարներին, այլ մեր գերիներին, դատում են հայ ժողովրդին, այսինքն Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը լինելով հանցագործ ագրեսոր կողմ ցանկանում է այդ ագրեսորի պիտակը կպցնել հայ ժողովրդին, այսինքն իրենք փորձում են այսօր տարբեր այսպես պատժամիջոցներ իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ այնպիսի պատժամիջոցներ, որոնք որ իրականացվում է ագրեսոր պետության նկատմամբ։ Դա սկսած բանակ չունենալու, սպառազինվելու արգելքի, այսպես ուժային մեթոդներով բնակեցնելու, պատմամշակութային արժեքների նկատմամբ եւ տեսնում եք, որ նրանց խաղաղության պարտադրման ամբողջ ճանապարհը բերում է նրան, որ իրենք այսօր Հայաստանը ներկայացնում են որպես այսպես արևմտյան Ադրբեջան եւ իրենք չեն դրանով կանգնելու, իրենց ճնշումները միջև վերջ տանելու են։ Եվ Հայաստանի Հանրապետությունը այսօր Ադրբեջանի հետ հարաբերություններում այսպես խաղաղության ձգտման, այսպես կեղծ խաբկանք հանդիսացող գործընթացներում հայտնվել է պարզ մի դատավարության մեջ, երբ որ մեղադրյալը, հանցագործը ինքը ելնելով իր առավելություններից հեծել է ձին եւ մեղադրողի կարգավիճակում, մեղադրյալը կարգել Հայաստանի Հանրապետությանը, որը ինքը պետք է լինի մեղադրող, ընդ որում Հայաստանի Հանրապետությունը մնացել առանց պաշտպանի, որտեղ այսպիսի գործընթացներում միջազգային հարթակներում, միջազգային այսպես բանակցողները, իսկ մեր շրջանակներում Մինսկի համանախագահության գործունեությունը անպայման անչափ կարևոր է։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Արցախի հերոս գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանի հետ։ Հետևեք Արցախ TV էջերին, ես Նարեկ Սահակյանն եմ, կհանդիպենք։